Հազարը ըստ Գրիմ եղբայրների։ Ժամանակով մի մարդ ու կին կային։ Նրանք իրար շատ էին սիրում, հաշտ ու համերաշխ էին ապրում, բայց երեխա չէին ունենում եւ այդ պատճառով շատ էին տխրում։ Աշնան վերջն էր, արդեն ձմեռ էր գալիս, երբ կինը հանկարծ հարևան տան բանջարանոցում Հազարի մեծ փնջերի բազմաթիվ շերտեր տեսավ։ Հազարն այնքան թարմ ու հյութալի տեսք ուներ, որ կինը չդիմացավ եւ ամուսնուն ասաց. «Այ մարդ, այնքան եմ ուզում համտեսել կողքի տան բանջարանոցի Հազարից։ Խնդրում եմ, գնա եւ մի փունջ բեր ինձ համար»։ Մարդը դուրս եկավ բակ, գաղտագողի անցավ հարևան տան պարսպի վրայով, մտավ բանջարանոց, արագ պոկեց Հազարի մի փունջ ու տարավ կնոջը։ Հազարն այնքան համեղ էր, որ հաջորդ օրը կինը կրկին ամուսնուն խնդրեց իր համար բերել այդ Հազարից։ Ամուսինը նորից դուրս եկավ տնից, անցավ հարևան տան պարսպի վրայով, մտավ բանջարանոց, գաղտագողի Հազարի մի փունջ քաղեց, բայց երբ ուզում էր վերադառնալ, նրա թիկունքում մի ձայն շշնջաց. «Այդ դու ես գողանում իմ Հազարի փնջերը»։ Երբ մարդը շուռ եկավ, մի զայրացած վհուկ տեսավ։ Խեղճ մարդը սարսափահար եղավ, բայց փորձեց վհուկին բացատրել, որ իր կինն էր անզուսպ կերպով ցանկանում այդ Հազարը։ Այդ ժամանակ վհուկն ասաց. «Շատ լավ, այդ դեպքում կարող ես Հազարի բոլոր փնջերը տանել, բայց լավ իմացիր, հենց որ ձեր առաջին երեխան ծնվի, ես կգամ ու կտանեմ նրան»։ Այս ասելով վհուկը չարախինդ ծիծաղով հեռացավ։ Մարդը իրեն շատ թեթևացած զգաց, բայց քանի որ հույսը կտրել էր, որ իրենք երբևէ երեխա կունենան, ուստի նա ուրախ վերցրեց Հազարի փնջերն ու վերադարձավ կնոջ մոտ։ Նա կնոջը ոչինչ չպատմեց վհուկի մասին, քանի որ կարծում էր, որ զուր տեղը նրան կվախեցնի։ Շուտով ինքն էլ մոռացավ այդ մասին։ Բայց արի ու տես, որ 9 ամիս անց նրա կինը մի հրաշալի աղջիկ ունեցավ։ Երեխային դրեցին օրորոցի մեջ, թե չէ, հայտնվեց չար վհուկն ու պահանջեց երեխային։ Կինը սկսեց դառն արտասունք թափել, ամուսինն աղաչեց, պաղատեց, բայց չկարողացավ համոզել վհուկին։ Վհուկը վերցրեց երեխային եւ անհետացավ։ Վհուկը աղջկան Հազար անվանեց։ Անցան տարիներ։ Հազարը մեծացավ ու գեղեցիկ օրիորդ դարձավ։ Երբ Հազարի 16 տարին լրացավ, վհուկը նրան տարավ, փակեց մի բարձր աշտարակի մեջ եւ բանալին դեն նետեց։ Նա այդպես արեց, որ ոչ ոք չտեսնի աղջկա գեղեցկությունը։ Աղջիկը երկար ոսկե փայլ մազեր ուներ։ Նա միշտ մազերը հյուսում էր։ Ամեն անգամ, երբ վհուկը ցանկանում էր այցելել Հազարին, կանգնում էր աշտարակի տակ եւ բղավում. «Հազար, Հազար, ցած նետիր հյուսքդ»։ Հազարը աշտարակի պատուհանից ցած էր նետում ոսկեփայլ մազերի հյուսքը, եւ վհուկը հյուսքի վրայով մագլցում էր վեր։ Բայց մի օր երիտասարդ արքայազնը այդ կողմերով անցնելիս լսեց, թե ինչպես է վհուկը Հազարին կանչում եւ տեսավ, թե ինչպես է Հազարը ցած նետում հյուսքը։ Նա սպասեց, մինչև վհուկը հեռացավ, հետո եկավ, կանգնեց աշտարակի տակ եւ բղավեց. «Հազար, Հազար, ցած նետիր հյուսքդ»։ Հազարը ցած նետեց հյուսքը եւ արքայազնը արագ բարձրացավ վեր։ Իր առջև վհուկի փոխարեն հմայիչ արքայազնին տեսնելով Հազարը զարմանքից քարացավ։ Շուտով նրանք ընկերացան։ Արքայազնը Հազարին ծիծաղաշարժ պատմություններ պատմեց, եւ Հազարը մի լավ ծիծաղեց։
Եկավ բաժանման պահը, բայց արքայազնը խոստացավ կրկին վերադառնալ։ Այդպես նրանք մի քանի օր հանդիպեցին, մինչև սիրահարվեցին։ Մի օր էլ, երբ վհուկը եկավ ու ձայն տվեց Հազարին, Հազարը չդիմացավ եւ ասաց. «Դու շատ դանդաղաշարժ ես, արքայազնը մի վայրկյանում վերևում է հայտնվում»։ Հազարն այս բառերն ասաց, թե չէ, հասկացավ, թե ինչ մեծ սխալ թույլ տվեց։ Վհուկը չարացավ ու կտրեց Հազարի երկար հյուսքը։ Հետո նա աշտարակից վռնդեց Հազարին եւ նստեց, սպասեց արքայազնին։ Երբ վհուկը լսեց արքայազնի ձայնը, անմիջապես ցած նետեց Հազարի մազերի ոսկե հյուսքը։ Արքայազնը արագ բարձրացավ աշտարակ եւ սարսափից քարացավ իր հրաշագեղ սիրեցյալի փոխարեն, տեսնելով այլանդակ վհուկին։ Երբ չար վհուկը նրան ասաց, որ նա այլևս չի տեսնելու իր Հազարին, արքայազնը վշտից իրեն ցած նետեց աշտարակից։ Նա ընկավ ուղիղ մոշի թփերի մեջ։ Փշերը վնասեցին նրա աչքերը եւ նա կուրացավ։ Այսպես կույր նա թափառեց ողջ թագավորությունում, փնտրելով Հազարին։ 7 տարի անցավ։ Արքայազնն ի վերջո հասավ այնտեղ, որտեղ թաքնվել էր Հազարը։ Հանկարծ Հազարը տեսավ նրան, ուրախության ճիչ արձակեց, վազեց նրան մոտ, քնքշորեն բռնեց ձեռքից եւ տարավ իր խրճիթը։ Այնտեղ նա դառը արտասուք թափելով լվաց արքայազնի կուրացած աչքերը։ Այդ պահին արտասուքի երկու կաթիլ գլորվեցին եւ ընկան արքայազնի աչքերին, եւ արքայազնը նորից սկսեց տեսնել։ Նրանք միասին գնացին պալատ, ամուսնացան ու երջանիկ ապրեցին մինչև խոր ծերություն, իսկ չար կախարդը ոչ մի երջանիկ օր չունեցավ, որովհետև մնաց աշտարակի գագաթին ու ողջ կյանքում չկարողացավ այնտեղից իջնել։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, կհանդիպենք։